Հայաստանը մեկ քայլով բարձրացնում է հարաբերությունը Եվրամիության հետ։ Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը հռչակագիր է ընդունել, փաստաթղթեր են ստորագրվել։ Հարավային Կովկասը կայսրությունների մրցակցության տեղ չէ։ Մակրոնը Երևանյան երկխոսության համաժողովին, որտեղ նաև հակառուսական հայտարարություններ են հնչել։ Նամակ Մակրոնին անհետ կորածների ծնողների անունից։ Ինչու Բաքվում պահվող գերիների եւ անհայտ կորածների հարցին եվրոպացի բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ անդրադարձ չեղավ։ Տարիքը պատճառ չէ պետական համակարգից հեռանալու համար։ Թոշակի տարիքի հիմքով հեռացումների հարցը ազգային ժողովում։ Վարկերի պահանջարկը շարունակում է աճել, ինչպես անել, որ բանկերը չչարաշահեն գերիշխող դիրքը։ Գետերի վարարման վտանգ կա, ջրի մակարդակի զգալի բարձրացում է սպասվում։ Կրակոցներ Երևանում, զոհ կա, ինչ մանրամասներ են հայտնի Շենգավիթում սպանությունից։ Նոր ժամանցային սիթքոմ սիրված դերասանների մասնակցությամբ Արմենիայի անակնկալը սիրելի հեռուստադիտողին։ Եվ մեկ ամսական արջի քոթոտները ջերմուկի ճանապարհին կարմիր գրքում գրանցված Գորշ արջի անօգնական քոթոտներին տեղափոխել են անվտանգ վայր։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Հայաստանն ու Եվրամիությունը առաջին գագաթնաժողովն են անցկացրել Երևանում։ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը եւս մեկ քայլով բարձրացնում են հարաբերությունը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասել է, թե Հայաստանը եւ Եվրոպական միությունը այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն իսկ նախատեսվել է 2.5 միլիարդ եվրո։ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի խոսքով Հայաստանը նոր խաղաղության ժողովրդավարական համակարգի համախմբման ժամանակահատված է թևակողել, ինչը լավ միջավայր է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանն ու Եվրամիությունը համատեղ հռչակագիր են ընդունել, որը բաղկացած է 44 կետից։ Հռչակագրով վերահաստատվել է Եվրամիության հանձնառությունը աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը եւ համապարփակ բարեփոխումների օրակարգին։ Երևանում այսօր մեկնարկել է նաև Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովը, որի օրակարգում գլոբալ եւ տարածաշրջանային մի շարք առանցքային թեմաներ են։ Գտնվելով միևնույն տեղում, Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է, համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով Հայաստանով է անցնում արևելքը արևմուտքին եւ հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը, ինչն իր հետ բերում է Հայաստանի վիճակի եւ պոտենցիալի բոլորովին նոր նկար եւ պատկեր։ Ուզում եմ ընդգծել, որ տրիպ նախագծի շրջանակներում եւ նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, ենթադրվում են խողովակաշարեր, նավթատար խողովակաշարեր, գազատար խողովակաշարեր, որոնք արդեն ամենևին պարտադիր չի, որ անցնեն իմ նշած երթուղով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով կապված ինժեներական, տեխնիկական բազմաթիվ նրբությունների հետ այդ բոլոր նախագծերը կարող են իրականացվել։ Հայաստանի պահ, այսպես է բնութագրել ներկայից փուլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանյան երկխոսություն համաժողովում։ Մակրոնի գնահատմամբ այս պահը Հայաստանի համար նոր ճանապարհ է բացում։ Մակրոնը նաև ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի հայկական պահը վերածվի նաև կովկասյան պահի։ Տարածաշրջանը չպետք է դառնա կայսրությունների մրցակցության դաշտ, այլ կարող է վերածվել խաչմերուկի, ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը մի քանի հակառուսական հայտարարություններ է հնչեցրել Երևանում։ Ժամի անդրադարձը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են սադրել հյուսիսում արջին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է անհանգիստ։ Ասում է Հայաստանի տարածքում դեռևս 4000 ռուս զինվորներ կան, այդ թվում ըստ Ֆրանսիայի առաջնորդի ավելի քան 1000 սահմանապահներ։ Հետևաբար Եվրոպան պետք է պարտավորվի օգնել երկրին ավելի անկախ կերպով պաշտպանել իր սահմանները։ Արտադրյալը ռուսական ռազմաբազան հանելու մասին, քաղաքական օրակարգում այս պայմանության նման հարց չունենք, գործող պայմանագիրը դեռ բավականին տևական ժամանակ գործելու է, բայց Փաշինյանի կառավարությունը ինքնին նման հարց իր առջև չի դնում։ Հետո Մակրոնը 6 տարի հետ գնաց, փորձելով թարմացնել հայ ազգի ծանր հիշողությունները։ Ադրբեջանի հարձակումը Արցախի, Հայաստանի վրա ու այստեղ Մակրոնը կրկին մեղադրեց Ռուսաստանին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն։ Կարծես բոլորը սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետեւ Հարավային Կովկասը պետք է պահպանվի ինչ-որ մեկի կողմից։
Մակրոնի ձևակերպումն է Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր։ Նրա խոսքով Հարավային Կովկասը պետք է չլինի կայսրությունների մրցակցության վայր։ Ըստ փորձագետների, եվրոպացի պաշտոնյաները զուտ քաղաքական հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի քաղաքական վեկտորի ուղղությանը եւ տրամադրություններին աջակցելու համար։ Հայաստանը իր քաղաքական ուղղվածությունը վեկտորը չի փոխում, նման հարց օրակարգում գոյություն չունի։ Հայաստանի իշխանությունների խնդրանքով այս տարի կազմակերպել են այստեղ, որովհետեւ նախընտրական իրավիճակ։ Նախագահական նստավայրում Փաշինյան-Մակրոն համատեղ ճեպազրույցի ժամանակ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցրել է Մակրոնին. Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահի բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ ընտրական գործընթացին։ Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները, այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին, ժողովրդավարական երկրում։ Ես ցուցաբերում եմ աջակցություն այն գործընկերոջը, որին վստահում եմ ավելի քան 8 տարի։ Անում եմ այն, ինչ արել եմ Մայա Սանդուին աջակցելով։ Փաշինյանն անդրադարձավ նաև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը։ Փաշինյանի համար այդ օրը նոր իրականության եւ տարածաշրջանային ռազմավարության ձևավորման առանցքային հանգրվան էր, որտեղ ըստ նրա Էմանուել Մակրոնը հանդես է եկել բացառիկ վճռականությամբ եւ սկզբունքայնությամբ։ Փաշինյանի ձևակերպման Մակրոնի աջակցությունը Հայաստանին եղել է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև անձնական մակարդակում, ընդգրկելով անվտանգությունը, ինքնիշխանությունն ու պետականության ամրապնդումը։ Երբ որ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի ոչ մի հույս եւ հենարան եւ չկա մի ուժ եւ անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք եւ շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը եւ նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընդառաջ Թուրքիան եւս իմիտացիոն քայլեր է անում, թե իբր ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հայաստանում իրեն ինչպես իր տանը զգացող թուրք բանագնացին լրագրողները հարցրել են. Ինչ նորություն հայ-թուրքական սահմանից, բացման շուրջ քննարկումներ եղել են հայկական կողմի հետ։ Մենք արդեն որոշել ենք, երբ ժամանակը գա, բոլոր մանրամասները քննարկվեն, ամեն ինչ կատարվի, կբացենք սահմանը։ Սահմանի բացվելու ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան ՔԼՉ հայտնել է, թե չի ցանկանում մոլորեցնել հանրությանը ու այդ մասին գնահատական տալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Երրորդ օրն է Ֆրանսիայի նախագահը Հայաստանում է, բայց այսօր է մեկնարկել նրա պետական այցը։ Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումը, ապա տեղի ունեցել փաստաթղթերի ստորագրում։ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Իսկ առավոտյան Ֆրանսիայի նախագահը պետական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ։ Մինչև պետական առողջակարգերը առավոտյան կանուխ Ֆրանսիայի նախագահը կրկին վազքի է դուրս եկել Երևանի փողոցներով հյուրանոց վերադարձին, նրան նամակ են փոխանցել անհետ կորած զինծառայողների ծնողների անունից։ Ոչ անհետ կորածների եւ ոչ էլ Բաքվում պահվող գերիների հարցերը չեն բարձրաձայնվել 3 օր աշխարհի քաղաքական ազդեցիկ դեմքերին մեկտեղած Երևանյան եւ ոչ մի հարթակում։ Եվրոպացի բարձրաստիճան եւ ոչ մի հյուրից այդպես էլ չլսվեց որևէ հանդիմանություն Արցախը հայաթափած եւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեվարած Ադրբեջանի հասցեին։ Օր երկրորդ Երևանում Ֆրանսիայի նախագահը դարձյալ առավոտ կանուխ վազքի է դուրս եկել։ Մինչև Մակրոնը շրջանակ ավարտեր ու հետ կգար հանրապետության հրապարակ, հյուրանոցի տարածքում մարդիկ էին կենտրոնանում, սպասելով նրան։ Ֆրանսիայի նախագահը հասավ թե չէ, նրան առաջինը մոտեցավ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայրն ու այս կարգավիճակով բոլոր ծնողների անունից իր ձեռքով նամակ փոխանցեց Էմանուել Մակրոնին։ Մակրոնն ըստ Լիպարիտ Թովմասյանի իրեն ասել է, թե կզբաղվեն այս հարցով։
Մինչև եվրապաշտոնյաները Երևան քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհասնեին, հիշեցնեմ, հայաստանյան շուրջ 30 իրավապաշտպան կազմակերպություն էլ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենին եւ Միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային էին նամակ հասցրել, կոչ անելով աջակցել Բաքվում ապօրինաբար պահվող քրիստոնյա հայ գերիների ազատարձակմանը։ Քաղաքասարակությունը շեշտել էր մեջբերում նամակից, նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն։ Քաղաքասարակությունը բազմիցս վերահաստատում է, որ մարդասիրական հարցերի լուծումը դա վստահություն ստեղծող վերականգնող միջոցառում է, առանց որի հնարավոր չէ հասնել խաղաղության։ Ընդ որում ժամանակային պատահական համընկնմամբ նույն օրը, երբ իրավապաշտպանները նամակը ստորագրեցին եւ Բրյուսել ուղարկեցին, Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով առանց հապաղման ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող մյուս անձանց, ինչը կօգնի վստահություն ձևավորել երկու ժողովրդի միջև։ Այսինքն ըստ էության Եվրոպայի օրենսդիրը նախ արձանագրեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում սա դեռևս չլուծված խնդիր է, ապա նաեւ հաստատեց այն, ինչ իրենց նամակում պնդել էին հայ իրավապաշտպանները՝ գերիների ազատ արձակումը վստահություն կձևավորի։ Այն, որ եվրոպական բանաձևը լարելու էր Ալիևի նյարդերը, դժվար թե հաշվարկած կանխատեսած չլինեին եվրապատգամավորները։ Ադրբեջանի իշխանություններն առաջին իսկ պահից ասլան կտրեցին ու կասեցրին օրենսդիր այս պալատի հետ իրենց համագործակցությունը։ Հետո նաև Ալիևը Երևան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապի ժամանակ հիշեց այս փաստաթուղթը, նեղսրտեց, խրտնեց, թե իրենց թիրախավորել են։ Ադրբեջանի նախագահը դարձյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հանցագործ անջատողականներ կոչեց, արտահերթ խոսքի իրավունք խնդրեց Եվրոպական խորհրդարանի նախագահը։ Ես կցանկանայի արագ արձագանքել, ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից եւ դրանց արդյունքները գուցե անհարմարություն է ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք։ Եվրոպացիներն իրենց դիրքորոշումներից չեն հրաժարվում, իսկ անցնող օրերի երևանյան քաղաքական մեծ քննարկումների սեղանին Հայաստանը դրեց այս հարցը։ Հրապարակային հայտարարություններ չեղան, իսկ փակ քննարկումներում փոխարտգործնախարարն ասում է, դրանք հստակ թեմատիկ ուղղություններով էին՝ ժողովրդավարական դիմակայություն, հիբրիդային սպառնալիքներ, հաղորդակցություն, էներգետիկա ու կանաչ փոխակերպումներ։ Մշտապես ամենաբարձր մակարդակով բարձրացնում են հարցերը, որոնք հումանիտար բնույթ ունեն, բայց նաև վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմի հետ երկկողմ բանակցություններն ունեն էֆեկտիվ են եղել եւ ըստ էության արդյունք է տվել։ Փաստացի Երևանի հաշվարկներն այլ տրամաբանությամբ են։ Հիմա իշխանությունները կենտրոնանում են ուղիղ բանակցությունների վրա, իսկ այդ մոտեցումն ըստ մասնագետների ենթատեքստում նաև ընդգծում է, որ նույնիսկ ամենաբարձր հարթակներից հնչող ձևակերպումները չեն երաշխավորել կոնկրետ արդյունք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետական այցի շրջանակում եղել է Գյումրիում, նա իր այցը սկսել է Գյումրու ֆրանսիական թեկում ունեցող դպրոցից, որտեղ ծանոթացել է կրթական պայմաններին եւ շփվել աշակերտների հետ։ Այնուհետև շրջել է քաղաքի պատմական կենտրոնով։ Ֆրանսիայի նախագահը նաև ծաղկեպսակ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ավելի ուշ Էմանուել Մակրոնը եւ Նիկոլ Փաշինյանը ներկայ են եղել երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպված մեծ համերգը նվիրված է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությանը եւ մշակութային համագործակցության խորացմանը, հնչել են հայկական եւ ֆրանսիական սիրված երգեր, որոնք ներկայացրել են հայ եւ ֆրանսիացի անվանի արտիստներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Հայաստանի կառավարությունը իդեպ համերգի կազմակերպման նպատակով հատկացրել է մոտ 393 միլիոն դրամ, ավելի քան $1 միլիոն։ Ոչ ոք չի մոռացել 88-ի դեկտեմբերը, երբ ժամացույցները կանգ առան, աշխարհը կանգնեց, քեզ համար Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց եւ 500-ից ավելի հրշեջներ, սակրավորներ, փրկարարներ եկան ձեզ օգնության եւ Գյումրին վերածնվեց։ Եվ ինչպես ձեր կողքին էինք 88-ին, կլինենք նաեւ հիմա։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Monsieur Macron։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Տարիքը պատճառ չէ պետական համակարգից հեռանալու համար, թոշակի տարիքի հիմքով հեռացումների հարցը ազգային ժողովում։ Վարկերի պահանջարկը շարունակում է աճել, ինչպես անել, որ բանկերը չչարաշահեն գերիշխող դիպը։ Գետերի վարարման վտանգ կա, ջրի մակարդակի զգալի բարձրացում է սպասվում։
Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Թոշակի տարիքը խոչընդոտ չէ պաշտոն զբաղեցնելու համար, գործադիրը փոփոխությունների նախագիծ է բերել խորհրդարան պաշտոն ունենալու առավելագույն տարիքային սահմանափակումը վերացնելու համար։ Խորհրդարանում այսօր նաև թանկարժեք զարդերի հարկման օրենքի փոփոխության հարցն էր դրված, ինչպես անել, որ մեր ոսկերչի ձեռքի աշխատանքը մրցունակ լինի տեղական և միջազգային շուկայում։ Խորհրդարանական քննարկումներին Արմեն Աթալյանն է հետևել։ 65 տարեկանն այլևս չի կարող պատճառ լինել աշխատանքից ազատման համար։ Կառավարությունը առաջարկում է արմատական փոփոխություն քաղաքացիական ծառայության մասին օրենքում, վերացնելով պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային սահմանափակումը։ Այսինքն տարիքով պայմանավորված պետական համակարգից հեռացումները կդադարեցվեն։ 2023 թվականից աշխատանքային օրենսգրքից հանվել է այն դրույթը, որը թույլ էր տալիս աշխատանքային պայմանագիրը լուծել միայն տարիքի հիմքով։ Այժմ նույն տրամաբանությունը տարածվելու է նաև քաղաքացիական ծառայության վրա։ Արդյունքում աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն պայմանավորված անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով եւ արդյունքային գործունեությամբ։ Հիմք է ընդունվել այս փոփոխության համար նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 24-40 թվականների ռազմավարությունը, որով նախատեսված նպատակներից է ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության պայմանների ապահովում։ Հայաստանում այսօր կան կազմակերպություններ, որտեղ գործատուները անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը ձևականորեն փոխում են ժամկետայինի։ 1 տարի, 6 ամիս կամ 2 տարի բարձրաձայնում են օրենսդիրները։ Աշխատակցին երբեմն համոզում են կնքել դրանք, առաջարկելով բարձր գումար կամ խոստանալով 1 տարվա աշխատավարձ, միայն թե պայմանագիրը ավարտվի եւ այլևս պարտավորություն չունենան։ Ֆիքսենք, որ բոլոր այն դեպքերում, երբ գործատուն աշխատակցին կենսաթոշակային հիմքով աշխատանքից ազատելու համար դիմում է ներկայացնում կամ պայման, ապա պետք է նշել, որ նրանք արդեն օրենքով կարգավորումը, այսպես ասենք, թանկով վաճառում են աշխատակցի վրա կամ որպես լավություն են մատուցում դա աշխատակցին, դարձյալ հողում անելով աշխատանքային օրենսգրքին, որտեղ պարզապես նման կարգավորում չկա։ Աշխատանքային օրենսգրքում մենք ամրագրել ենք, որ կենսաթոշակային տարիքը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծարելու համար։ Ճիշտ եմ հասկացել։ Այո։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մեխանիզմին։ 2024 թվականին ընդունվեցին բարձր տեխնոլոգիական ոլորտին աջակցելու մասին կարգավորումները։ Ոլորտի բազմաթիվ ընկերություններ արդեն ստացել են պետական աջակցություն, հիմնականում հարկային արտոնությունների տեսքով։ Այդ օրենքով նախատեսված էր, որ այս տարվա հունվարի 1-ից աջակցության մեխանիզմը պետք է փոխվեր, եւ աջակցությունը տրամադրվեր ոչ թե ընկերություններին, այլ հենց միգրանտ աշխատակիցներին։ Տարվա առաջին ամիսների փորձը ցույց տվեց, որ միգրանտների կողմից աջակցության համար դիմումների ներկայացումն ու գումարների ստացումը բարդ է եւ ոչ արդյունավետ։ Այդ պատճառով որոշվել է մեխանիզմը փոփոխել։ Աջակցությունը ելի շարունակելու են ստանալ միգրանտները, սակայն ընկերությունների միջոցով, այսինքն ընկերությունները ստանալու են եւ փոխանցեն իրենց մոտ աշխատանքի ընդունված միգրանտներին։ Նաեւ հստակեցրել ենք շրջանակը, որովհետեւ կան ընկերություններ, որոնք Հայաստանում երկար տարիներ աշխատում են, հարկեր են վճարում, սակայն Հայաստանի ոչ ռեզիդենտ են եւ իրենք զրկված էին պետական աջակցություն ստանալու հնարավորությունից, այս մասն ենք հստակեցրել։ Խորհրդարանն այսօր դրեց քվեարկության թանկարժեք զարդերի հարկման տրամաբանության փոփոխություն ենթադրող օրենսդրական նախաձեռնությունները։ Ըստ այդմ ավելացված արժեքի հարկը գանձվելու է միայն զարդերի վրա կատարված աշխատանքի, ոչ թե հումքի արժեքից։ Արդյունքում բարձր գնով ձեռք բերված թանկարժեք մետաղն ու քարն այլևս էականորեն չեն ազդի զարդի վերջնական գնի վրա, ինչի արդյունքում հայկական պրոդուկտը կդառնա ավելի մրցունակ միջազգային եւ տեղական շուկաներում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Խորհրդարանը փակ եւ գաղտնի քվեարկությամբ կենտրոնական բանկի նախագահ է վերընտրել Մարտին Գալստյանին, մինչ այդ նա այսօր խորհրդարանում խոսել է վարկերի թեմայով։ Կենտրոնական բանկը արձանագրել է, որ վերջին 3 տարվա ընթացքում առևտրային բանկերում վարկային պորտֆելների ծավալը աճել է տարեկան 20%։ Մարտին Գալստյանի խոսքով պահանջարկը հսկայական է եւ այդպիսի պահանջարկի դեպքում դժվար է պատկերացնել, որ փողի գնի անկում լինի։ Չնայած որ կենտրոնական բանկը կապիտալի բուֆերներ է մտցրել բանկերի համար թանկացնելով փողի գինը։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիտարկմամբ գլխավոր դրամատան առջև դրված պարտավորություններից է այնպես անել, որ առևտրային բանկերը չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը եւ չաթարացված շահույթ ստանան սպառողների հաշվին։ 25 թվականի ընթացքում հիպոթեկային վարկավորման շուկայում կար 9000 վարկ, որոնց տոկոսադրույքները նվազել էին, կար 3000 վարկ, որոնց տոկոսադրույքները
աճել էին եւ կար 60,000-ին մոտ վարկ, որոնց տոկոսադրույքները մնացել էին անփոփոխ։ Բանկային պորտֆելի էական հատվածը, մեծագույն հատվածը գնում է սպառման ֆինանսավորման վրա։ Սպառողական վարկեր, հիպոթեկային վարկեր։ Մարդիկ, ովքեր չունեն, այս պահին իրանց եկամուտը չի հերիքում, իրան գնում են վարկ են վերցնում այդ պահին սպառման համար։ Կամ կա ավելի վատ տարբերակ։ Կապենք դա խաղամոլության հետ։ Երևանը նոր տրոլեյբուսներ ունի 45-ից 22-ը արդեն մայրաքաղաքում են տրանսպորտի պարկում, խմբականակի մյուս մասը շուտով կհասնի Հայաստան։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ երբ բոլոր նոր տրոլեյբուսները դուրս գան երթուղի, հները պետք է մեկընդմիշտ վերադառնան պարկ։ Ինչ վերաբերում է վերջին շաբաթների գլխավոր հարցին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորցի վճարումներին, ապա քաղաքի ղեկավարի խոսքով անցնող օրերի խստացված վերահսկողությամբ կարողացել են հավաքագրել այնքան գումար, որ դրանով հնարավոր կլինի գնել մինչև 14 նոր ավտոբուս։ Ես անձամբ եմ կոնկրետ ակտիվ քաղաքացիով դիմում տվել կոնկրետ դեպքի վերաբերյալ ապօրինի գովազդի, որը որ ինձ ուղարկվել է, որ վերացված է, եւ հետո այդ նույն գովազդը մի քանի օր հետո հայտնվել է նույն տեղում։ Ես կարծում եմ կատարող աշխատակիցը նույնպես վարչական շրջանում այլևս անելիք չունի, իրեն կարող են հրաժեշտ տալ։ Որոշակի տոկոս տեսնում եմ ձևական բնույթի լուծումներ, եւ այս ձևական բնույթի լուծումները կարող են խոսել կոռուպցիայի մասին, շատ ուղիղ, որովհետև ինչ է նշանակում գովազդը հանեցին, հետո տենց մյուս օրը էլի հայտնվեց։ Ոչ միայն կհսկեն, որ ապօրինի անտառահատումներ չլինեն, նաև որ անտառներում հրդեհներ չառաջանան։ Հսկողությունը էկոպարոկների վրա կդրվի։ Մասնագետների կարծիքով, սակայն, նախագիծը թույլ կողմեր ունի հրդեհների դեմ պայքարելու համար հատուկ պատրաստվածություն է պետք, գործը կարելի է վստահել հակահրդեհային ծառայություններին։ Առջևում ամառ է, դպրոցներում կսկսվեն արձակուրդները, կակտիվանա քաղաքից դուրս հանգիստը, սակայն հենց այս շրջանում է, որ առավել մեծանում է նաև անտառային հրդեհների վտանգը, երբ մարդկային գործոնը եւ բարձր ջերմաստիճանները համադրվում են։ Անտառային հրդեհները տարիներով մնում են ոչ միայն բնապահպանական, այլև անվտանգության լուրջ խնդիր։ Կառավարությունը շրջանառության մեջ դրեց նոր նախագիծ, ըստ որի պետական անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը կվերապահվի էկոպարեկային ծառայության։ Մասնագետների դիտարկմամբ, սակայն հսկողության կենտրոնացման փոխարեն կարելի է այդ լիազորությունները վերապահել հակահրդեհային ծառայություններ մատուցող ընկերություններին։ Ներկայիս կարգավորումների համաձայն պետական անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը վերապահված է Հայանտառ պոակին եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պոակներին։ Հրդեհի խնդիրները վերահսկելու համար հատուկ պատրաստված մարդիկ են պետք։ Չեմ կարծում, որ իրանք կարողանան դա համակարգել ու այդ հարցը լուծել։ Իդիոտի են արդյոք իրենց ռեսուրսներով տեխնիկական հագեցվածությամբ այդ ամբողջ գործողությունները կատարել։ Վարչապետը Տավուշում անդրադառնալով էկոպարեկային ծառայությանը նշեց, որ դժվար ժամանակներում անտառը ծառայել է երկրին ու քաղաքացիներին, իսկ այժմ քաղաքացիների հերթն է այն պահպանել նոր մոտեցմամբ։ Նրա խոսքով անտառի ներկա վիճակը կարող է միլիոնավոր դրամների եկամուտ ապահովել Հայաստանին։ Ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։ Ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի եւ էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք եւ առավել եւս այս խնդիրը հստակ չկատարենք։ Բնապահպանները շեշտում են, որ խնդիրը միայն հսկողության իրականացնելու փոփոխությամբ չի սահմանափակվում։ Նրանց խոսքով առանց կանխարգելիչ քաղաքականության եւ հանրային իրազեկման բարձրացման հրդեհների դեմ պայքարը դժվար է արդյունավետ դարձնել։ Մասնագետների կարծիքով կառույցի ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է կիրառել արդյունավետ մեխանիզմներ։ Նշում են, որ եղել են դեպքեր, երբ ծառահատումները թաքցնելու համար քաղաքացիները հրդեհներ են առաջացրել, որպեսզի հետքերը վերացնեն։ Դրա համար պետք է այդտեղ հրամատներ փորվի, ջրի հարց լուծվի, անտառների շուրջ, որպեսզի եթե հրդեհ եղավ, ինչ որ մի հրամատի հասնի ու այդտեղ դադարի, սա կոմպլեքս լուծվող հարց է, ամենակ բարեկային ծառայությունը չի, որ պետք է այդ հարցերը լուծի։ Պետք է ամեն մի դեպք հրդեհի
շատ խիստ հետաքրքրվի ու եթե դիտավորություն կա, պետք է քրեական գործեր հարուցվեն։ Անտառային հրդեհների դեմ պայքարը ըստ մասնագետների պահանջում է համակարգված մոտեցում, կանխարգելում, տեխնիկական պատրաստվածություն եւ հանրային պատասխանատվություն։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Գետերը բարձրանում են, հեղեղման վտանգ կա, առաջիկա օրերին Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի զգալի բարձրացում։ Պատճառն անձրևի ինտենսիվ տեղումներն են, որոնք արդեն ազդել են Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարի եւ Վեդի գետերի ավազանների վրա։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ հնարավոր են վտանգավոր ելքեր եւ ափամերձ տարածքների ողողումներ։ Առավել ռիսկային են համարվում Եղեգնաձորի, Վայքի, Հրազդանի, Հանքավանի, Աղավնաձորի եւ Ուրցաձորի հատվածները։ Այս կապակցությամբ նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել գետերի հարակից տարածքներից, իսկ վտանգի դեպքում անմիջապես զանգահարել 112 հեռախոսահամարին։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Կրակոցներ Երևանում, զոհ կա, ինչ մանրամասներ են հայտնի Շենգավիթում սպանությունից։ Նոր ժամանցային սիթքոմ սիրված դերասանների մասնակցությամբ Արմենիայի անակնկալը սիրելի հեռուստադիտողին։ Եվ մեկ ամսական արջի քոթոտները ջերմուկի ճանապարհին կարմիր գրքում գրանցված Գորշ արջի անօգնական քոթոտներին տեղափոխել են անվտանգ վայր։ Մեթեոաշխարհ ինչպես կանցնի, նոր օրը ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Արմենիա հեռուստաընկերության անակնկալը իր հավատարիմ հեռուստադիտողին սիրված եւ ճանաչված դերասանների մասնակցությամբ նոր սիթքոմ, որի առաջին սերիան հենց այսօր է։ Ուսանողական կյանքի մասին պատմող 16 մասանոց սերիալը խոստանում է անսպառ հումոր, ծիծաղ եւ վիտամինների մեծ դոզա։ Ովքեր են գլխավոր դերակատարները եւ ինչպես է կոչվում սիթքոմը, բոլոր մանրամասները Դավիթ Թադևոսյանն է ներկայացնում։ Դիմավորեք, նոր բնակիչ ունենք։ Armenia TV եթերում մեկնարկում է նոր ժամանցային Մամայի բալա սիթքոմը սիրված դերասանների մասնակցությամբ։ Առաջին եթերաշրջանը կունենա 16 սերիա։ Այն երիտասարդների մասին է, ուսանողների, որոնք ապրում են մի հարկի տակ համալսարանին մոտ։ Անվանումը պայմանավորված է սիթքոմի հայկականությամբ։ Սցենարիստները կատակով նշում են, որ Մամայի բալաների տարբեր տեսակներ կան։ Բոլորս էլ ինչ-որտեղ Մամայի բալա ենք, էլի մնում ինչքան մեծանում ենք, դրա համար ինձ թվում է, որ մեր հեռուստադիտողին կհետաքրքրի։ Իրենք կզգան ինչ-որ հարազատ բան։ Այս տանը անվերապահորեն ենթարկվում եք ինձ, իմ բացակայության դեպքում Աբուլիկի։ Գլխավոր դերերում են Տարոն Իսպիրյանը, Ագնեսա Շահնազարյանը, Ավետ Զոհրաբյանը, Մագա Հարությունյանը եւ ուրիշներ։ Սիթքոմում Ագնեսա Շահնազարյանը մարմնավորում է տանտիկնոջը խիստ տիկին Սվետային, իսկ նրա որդին Մամայի բալան Պոնչը հայտնվում է զավեշտալի իրավիճակներում, փորձելով խառնվել ուսանողների կյանքին, որոնցից մեկը կոմպլեքսավորված երիտասարդի մասին է, ով այդ տանը նոր բացահայտումներ է անում։ Թիմը շատ պրոֆեսիոնալ է, բոլորը աշխատում են, որ ստացվի նաեւ այս սիթքոմ, որտեղ գիտենք, որ Armenia TV-ին հաջողում է սիթքոմների ասպարեզում, համ սցենարիստները, համ ռեժիսորը, համ օպերատորները, համ ադմինիստրատիվ թիմը, համ դերասանները, իմ խաղընկերները, բոլորը մեկը մեկից փայլուն հիանալի մարդիկ են։ Ուսանողուհիները նշում են, որ թեև իրենց կերպարները տարբեր են, նրանց միավորում է ընկերությունը։ Նրանք սովորում են 3 տարբեր ֆակուլտետներում։ Սիթքոմում կա նաև բանակից նոր զորացրված երիտասարդ, ով դեռ ապրում է բանակային կարգերով։ Դերասանների խոսքով նկարահանումները անցնում են ուրախ ու դրական մթնոլորտում, փոխադարձ աջակցությամբ։ Ինքը իմ դեռ տենց բանակային տերմինների, բանակային իրավիճակի եւ մթնոլորտի տակ է մնացել։ Եթե հենց սովորելու մասին է խոսքը, իհարկե միայն նա է սովորում, իսկ մենք ձերքի հետ գնում ենք համալսարան։ Միակ օրինակելի կերպարը սիթքոմում ինքն է։ Իրականում ինձնից շատ տարբեր կերպար է ու շատ մեծ է հետաքրքրությունը իրան կերտելու։ Ծանրամարտիկ Հրիփսիմե Խուշուդյանի երկրպագուն է ու իր կյանքը մենակ Հրիփսիմեի համար է ապրում, անկախ ամենից, որ չի ճանաչում։ Թիմը խոստանում է, առջևում հեռուստադիտողներին սպասում են զվարճալի ու հետաքրքիր սերիաներ։ Դավիթ Թադևոսյան, Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Երևան այցելած բարձրաստիճան հյուրերին եւ զբոսաշրջիկներին տպավորել է մայրաքաղաքի Աբովյան Պուշկին խաչմերուկում պատկերված 1828 թվականի հայկական գորգի էսքիզը։ Առաջիկայում Երևանի մի քանի փողոցներ եւս կզարդարվեն հայկական գորգերի էսքիզներով։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
Այսօր Եվրամիությունը հայկական առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։ Այստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել մուտքերի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը։ Այն նաեւ ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի եւ Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մրցութային երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել հունիսի վերջին, աշնանն էլ պատրաստ կլինի ներդրումային ամբողջ փաթեթը։ Գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Ավինյանն ասել է, որ շատ կարևոր է նաև մետրոյի կայարանի հատվածում մեծ թվով կայանատեղիներ ունենալու հարցը, որպեսզի ըստ նրա մարդիկ հնարավորություն ունենան մեքենաները թողնել եւ երթևեկել հանրային տրանսպորտով։ Քաղաքապետը գործակարգավարական նիստում ներկայացրել է նաև, որ Կինո Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր եւ անմխիթար վիճակում, վերակառուցվելու է իր նախնական տրամաբանությամբ։ Ավինյանը նկատել է, որ այն քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից է եղել, որը քանդման վտանգի տակ էր։ Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով զոհ կա։ Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 13-հասցեում կրակոցներ են հնչել եւ կատ ուժած։ Ըստ ֆոտոլրագրող Շամշյանի նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով մահացել է։ Սպանության հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ եւ այլ կասկածելի իրեր։ Ըստ որոշ տվյալների մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։ Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար ժամը 15:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126-րդ կիլոմետր հատվածում բախվել են 5 մեքենա՝ Tesla, Jeep Wrangler, Nissan Sentra եւ 2 Ford Transit։ Վթարի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանների վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են Աբովյանի եւ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը։ Բախման հետևանքով 1 Ford Transit-ը շրջվել է, իսկ Jeep Wrangler-ը հայտնվել է բաժանարար գոտում։ Դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ջերմուկում ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերվել է արջի 2 քոթոտ։ Տեղչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ 1 ամսական քոթոտներ են։ Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումների։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով։ Սպասվում է անձրև առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն։ Ջերմաստիճանը կնվազի եւս 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 14 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 22, Լոռիում 10-ից 15, Տավուշում 13-ից 17 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 19-ից 22, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 20-ից 24, Սյունիքի նախալեռներում 13-ից 18 աստիճան, Երևանում օրը կանցնի պարբերական տեղումներով, այս գիշեր 8-ից 10, ցերեկը 18-ից 21, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։